Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի հարևանությամբ այսօր առավոտյան հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի զինծառայող 1996 թվականին ծնված Իվան Նովիկովի դին։ Սկզբում Շիրակի մարզի դատախազ Ռաֆի Ասլանյանը մեզ փոխանցեց, որ դիակի վրա նկատելի են բռնության հետքեր։ Իսկ Շիրակի մարզի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանը դեպքի վայրում մեզ հայտնեց, որ դիակի վրա հրազենային վնասվածքներ չկան, անձը վնասվածքներ է ստացել կտրող ծակող գործիքից։ Ոստիկանապետն ասաց նաև, որ նախաքննությունը սկսել են հայ իրավապահները։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։ Ռուսական կողմը ևս սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցել։ Ըստ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տրուզյանի, քննության արդյունքներով կորոշվի իրավազորության հարցը, այսինքն հայկական թե ռուսական կողմն է սպանության գործի քննությունն իրականացնելու։ Հայտնի է, որ ռուսական ռազմաբազայի զինծառայողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում Իվան Նովիկովին դանակահարել են ու նա վնասվածքներ ստացել է հիմնականում որովայնի շրջանում։ Նախնական վարկածով դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։ Նովիկովի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը ձերբակալված է։ Իսկ Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի մամլոյցարայությունից փոխանցում են, որ Նովիկովի ծառայակից նրա սպանության մեջ կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունքներ։ Единственное, что подозреваемый задержан. Сейчас с ним работают следователи, дает показания. Никаких претензий, никаких там к армянской стране у нас нет. Да, тоже военнослужащие по контракту.